Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստան կայցելի հայտնել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է, Ռուսաստանից Հայաստանի իշխանությունների հասցեին բազմաթիվ մեղադրանքներ են հնչում ամենաբարձր մակարդակով, բայց Երևանը պատրաստվում է Ռուսաստանի արտգործնախարարի Դաշնային խորհրդի ղեկավարի այցին։ Ալեն Սիմոնյանը վստահ է, եթե նույնիսկ ընտրություններն այսօր փաթ լինեն, քաղաքացիական պայմանագիրը հաղթելու է 50+1%-ով, իսկ 2026 թվականին մոտ կարող է նույնիսկ ավելի շատ տոկոսով հաղթել։ Նա նաև պնդում է, շփվում են մարդկանց հետ եւ Նիկոլ Փաշինյանը մեծ աջակցություն ունի։ Ձերբակալվել է ՍՆԴ անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը, հակակոռուպցիոն կոմիտեից Ֆակտոր TV-ին հայտնեցին, Դանիելյանը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան, մինչ այս Դանիելյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել։ Մահացել է Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ, Երևանի պետհամալսարանի նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, նա 89 տարեկան էր։ Մարտիրոսյանը ծնունդով Արցախից էր, Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղից։ Մախաչկալայում անհայտ անձինք զինված հարձակում են իրականացրել ճանապարհային ոստիկանության պարեկային ծառայության վրա, փոխրը ձգության հետևանքով զոհեր կան, հաղորդում են տելեգրամյան ալիքները։ Պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա։ Ըստ տարբեր աղբյուրների զոհվել է 2 ոստիկան, կան նաև վիրավորներ։ Ռուսաստանի զինված ուժերին մոտ կանգնած տելեգրամ ալիքները հայտնում են Կուրսկի մարզում ուկրաինական կողմից նոր հարձակողական գործողությունների մասին։ Նշում է, որ Ուկրաինայի զինված ուժերը փորձում են ճեղքել Ճերտկինո սահմանամերձ գյուղի հատվածից։ Որոշ տեղեկությունների համաձայն հարձակումն իրականացվում է նաև հարավ-արևելքում Նովի Պուչ գյուղի տարածքում։ Հարվածների հետևանքով ավերվել է Զվաննոյե գյուղի Սեյմ գետի վրայով անցնող կամուրջը, սահմանին նոր մարտերի մասին տեղեկությունները անկախ աղբյուրները չեն հաստատել։ Հնդկաստանը դադարեցրել է Պակիստանին ջրի մատակարարումը Բագլի Հարամ Բարտակով, որը գտնվում է Ջամու եւ Քաշմիրի նահանգի Չենաբ գետի վրա։ Արդյունքում Պակիստան հասնող ջրի հոսքը կրճատվել է 90%-ով։ Հնդկական կողմի գործողություններին մարտի 2-ին նախորդել էր Պակիստանի կողմից բալիստիկ հրթիռի փորձնական արձակումը։ Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերությունները սրվել են ապրիլի 22-ին Դելիի վերահսկողության տակ գտնվող Փահալգամ քաղաքում զբոսաշրջիկների վրա հարձակումից հետո։